Ողջունում եմ բոլորին, ողջույն պարոն Կարապետյան, սիրելի երիտասարդներ։ Ես Կարապետյան Իսկուհին եմ, սովորում եմ Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, ապագա սրտաբան եմ։ Ամեն օր առնչություն եմ ունենում երիտասարդների հետ, խոսում եմ հենց այն խնդիրների մասին, թե ինչու իրանք ներգրավված չեն ներկայիս մեր շարժմանը եւ այլն, ու ստանում եմ հետեւյալ պատասխանը՝ ունեն վախ ապագայի հետ կապված անվստահության ինչ-որ քող կա, հա, բոլորի վրա։ Ինչ եք կարծում, որոնք պետք է լինեն մեր հստակ գործողությունները, որպեսզի փոխենք երիտասարդների մոտ հետեւյալ մտածողությունը եւ իշխանության գալուց հետո որոնք է լինելու ձեր հիմնական գործողությունները, որպես այդպիսին, որ երիտասարդները համոզվեն, որ իրենք ճիշտ ընտրություն են կատարել։ Դուք առաջ երթին պետք է փոխեք Փաշինյանին։ Մենք բոլորս ուզում ենք փոխենք Փաշինյանին։ Դրանից հետո ինձ թվում է շատ ավելի հեշտ է լինելու մտածել բոլոր այլ հարցերի մասին, քանի որ այս լճացումը, որ ինքը ապահովել է ոչ միայն մեր երիտասարդների գլխի մեջ, այլ ժողովրդի մոտավորապես 25%-ը այսօր մոլորված վիճակում է, այ դուք դա պետք է փոխեք, դուք պետք է համառորեն խոսեք, համառորեն պայքարեք, որովհետև առանց դրա, առանց ձեր պայքարի, նորից եմ ասում, մեզ շատ դժվար է լինելու։ Պետք է առաջի քայլը միասին անենք։ Երկրորդ քայլի մասին չկասկածեք։ Ես միշտ եղել եմ իմ խոսքի տերը, հիմա էլ վստահեցնում եմ, որ շատ ավելի հեշտ է լինելու հաջորդ քայլերը։ Շնորհակալություն եւ նաեւ այսպիսի մի հարց եմ ուզում ձեզ ուղղել, եթե Հայաստանը դիտարկենք որպես օրգան համակարգ ամբողջովին, ամենախոցելի օրգանը եւ ամենավիրավորված օրգանը որն է այսօր ըստ ձեզ։ Հայ ժողովուրդը։ Բոլորին գցել են ապաթիայի մեջ, մարդիկ ոչ մի բան չեն հասկանում, ընդամենը առավոտից իրիկուն իրենց ստերով կերակրում են, մարդիկ ռեալ մոլորված են։ Մարդիկ չեն պատկերացնում իրենց վաղվա օրը, չեն պատկերացնում, որ վաղը մենք Հայաստան չենք ունենալու։ Իրենք ամեն մեկը փորձում է իր այսօրվա խնդիրը լուծել, բայց մենք ազգ ենք, որ պետք է նայենք ապագային, բայց ապագային ավելի շուտ դուք պետք է նայեք։ Շնորհակալություն շատ։